Սիրելի եղբայրներ եւ քույրեր, հարգարժան եւ պատվարժան վարչության անդամներ եկեղեցասիրած եղբայրակցության Լիբանանի մասնաճյուղ սրտի կսկիծով եւ դառնությամբ այս տխուր լուրը ստացանք Լիբանանի եղբայրակցությունից, որ իր հոգին ավանդեց մեր եկեղեցասիրած եղբայրակցության տարիների հավատարիմ վարչության եղբայր եւ պատասխանատու ատենապետ Հարություն եղբայր Ղարադաղլյանի մահվան լուրը ստացանք։ Որպես Ամերիկայի Միացյալ Նահանգների եկեղեցասիրած եղբայրակցության վարչություն եւ անդամների անունից խորին ցավակցություն կհայտնենք բոլոր սգավորներին, հարազատներին, Հարություն եղբայրի եւ յուրաքանչյուրիս համար սա մեծ կորուստ էր, որ այսպիսի հավատացյալ ազնիվ եղբայր մեզանից հեռացավ։ Միևնույն ժամանակ Տիրոջմով մխիթարված ենք, որ իր կյանքի բոլոր օրերին եղավ դիպար օրինակ։ Եվ ինչու՞ չէ Աստվածաշունչից շատ գեղեցիկ համարներից պիտի օրինակներ բերեմ, ինչպես երբ որ Նաթանայել դեպի Հիսուսը եկավ, Հիսուսն ասաց. «Ահա իրավցնե մարդը, որուն մեջ նենգություն չկա»։ Ես պիտի նմանեցնեի այդ խոսքը ուղղված մեր Հարություն եղբայրին։ Ահա հավատացյալ ճշմարիտ հավատացյալ եղբայրներից մեկը, որի մեջ նենգություն եւ չարություն չկա, որովհետեւ Հարություն եղբայրը իր երիտասարդ տարիքից իր կյանքը նվիրեց Տիրոջը եւ ճշմարտապես ծառայեց Աստծո փառքի համար, հոգիների փրկության համար եւ դիպար եւ օրինակ եղավ բոլոր եղբայրներին եւ քույրերին, թե Լիբանանի մեջ, թե Ամերիկայի Միացյալ Նահանգների մեջ առիթ ունեցանք նրան տեսնելու եւ վայելելու մի քանի առիթներով, երբ որ ժամանեց Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Եվ այդ առիթ ունեցանք իրեն հետ խոսելու եւ նրա հետ շփվելու։ Աստված հոգին լուսավորի եւ յուրաքանչյուրիս մխիթարական այս խոսքը, ինչպես Տեր Հիսուս Քրիստոս մեռավ եւ երրորդ օր հարություն առավ, այդպես էլ մենք կհավատանք, որ բոլոր ննջեցյալները հարություն պիտի առնեն եւ Հիսուսի հետ միասին հավիտյանս հավիտենից երկնքում պիտի թագավորեն, թագավորության մեջ։ Ահա սա է մեր հավատքը։ Եվ եղբայրն էլ իր անունի պես հարություն պիտի առնի։ Եվ բոլորն էլ Քրիստոսով ննջեցյալները հարություն պիտի առնեն եւ ողջերն էլ պիտի միանան երկնքի փառքին։ Հարություն եղբայր բարով գնաս եւ ինչպես քո խոսքիդ մեջ, երբ որ առաջի անգամ եղբայրը եկավ մեր Գլենդելի մասնաճյուղը Ամերիկայի մեջ, իր առաջին պատգամի խոսքերը եղան այս Աստվածաշունչից, այսօրվա պես հիշում եմ, բացեց Սաղմոսած գիրքը եւ կարդաց առաջի համարը, ասելով. «Երանելի է այն մարդը, որ ամբարիշտներուն խորհրդի մեջ չի քալեր, ու մեղավորներուն ճամփուն մեջ չի կենար, եւ ծաղր ընողներուն նստած տեղը չի նստեր»։ Այսպիսի երանելություն էր տալիս Աստծո խոսքը եւ մնացյալ բոլոր հավատացյալներս, որ երանելի են անոնք, որ ճշմարիտ հավատացյալներ են, որովհետեւ այսօր Տեր Հիսուս Քրիստոս կոչ է ուղում յուրաքանչյուրիս եւ ինչպես օրինակելի եղավ մեր Հարություն եղբայրը, այո, նա աշխարհի վրա եղավ Տիրոջ խոստումի համաձայն, եղավ աշխարհի լույսը
որ Տեր Հիսուս Քրիստոս ասում է, որ մարդիկ թող տեսնեն ձեր բարի գործերը եւ Աստված փառավորեն։ Հարություն եղբայրն էլ եղավ նրանցից մեկը։ Վարձքդ կատար Հարություն եղբայր, բոլոր ընտանիքի անդամներ, հարազատներ ցավակցում ենք ձեզ, հատկապես Համբիկ եղբայր Թորոսյան, Սեդա քույրիկ եւ մնացյալ բոլոր հարազատներ։ Այսօր Հարություն եղբայրը գնաց, իր տիրոջը միացավ եւ իր հավիտենական տունը մեկնեց։ Եվ պիտի ասենք, որ երանի է անոնց, ովքեր տիրոջմով կննջեն։ Եվ ինչպես Սամոս 2-ն է ասում, պատվարժան է սուրբերու մահը տիրոջ աչքին առջև։ Այո, պատվարժան եւ հարգարժան մահ է տիրոջ աչքին առջև, եւ Հարություն եղբայրն էր դասվեցավ սուրբերի կարգին երկնքի արքայության մեջ։ Եվ այս խոսքերով պիտի վերջացնեմ։ Բարի պատերազմը պատերազմեցիր, կյանքի ընթացքը կատարեցիր եւ հավատքդ պահեցիր։ Հիմա ակա ու կմնա արդարության պսակը, որ Տերը խոստացավ յուրաքանչյուրին։ Աստված Սուրբ Հոգով մխիթարի բոլորիս, ամեն։